Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց։ Այսօր ես բերել եմ շատ գեղեցիկ զամբյուղներ, շատ համեղ խմորից թխված եւ ուզում եմ ցուցադրել, թե ինչպես եմ պատրաստում այս զամբյուղները։ Իհարկե աղցանները չեմ ցուցադրելու, դա մեկ ուրիշ անգամ։ Այժմ սկսենք պատրաստել զամբյուղների խմորը։ Վերցրել եմ կարագ, ալյուր, ցու, շաքարավազ աղ, թթվասեր, մի փոքր սոդա և կաթ։ Այս բոլորը մենք պիտի խառնենք իրար և ստանանք շատ համեղ ու փափլիկ խմոր։ Կարագը սենյակային ջերմաստիճանի է, բավականին փափուկ վիճակում է, ինչպես տեսնում եք։ Կարագի վրա ավելացնում եմ աղը և 3 ճաշի գդալ շաքարավազ։ Մի փոքր խառնում եմ, որպեսզի աղը և շաքարավազը լուծվեն կարագի զանգվածին։ Ավելացնում եմ 2 ձու, 60 գրամ թթվասեր, դա երևի լավ 2 ճաշի գդալն է, մի փոքր սոդայով խառնում եմ, սոդան փրփրավուն է դառնում արդեն և ավելացնում եմ ունեցած մեր զանգվածին, որից հետո ավելացնում եմ գոլ կաթը 100 միլիգրամ։ Ավելացնում եմ ալյուրը փոքր չափաբաժիններով, որովհետև ինչպես տեսնում եք կարագի փոքրիկ գնդիկներ առաջացան, որպեսզի նախնական այս խմորի մեջ կարագի գնդիկները լավ լուծվեն, հետո արդեն մենք կունենանք այսպիսի փափլիկ խմոր։ Ես համարյա օգտագործեցի 500 գրամ ալյուր։ Ստացվեց այսպիսի փափլիկ էլաստիկ խմոր։ Որպեսզի կարողանաք ալյուրի չափաբաժինը հսկել, հարկավոր է քիչ-քիչ ավելացնել, ընդամենը 2 ճաշի գդալի չափ ալյուր ավելացավ, դա էլ իհարկե մենք խմորը բացելու ժամանակ կօգտագործենք։ Այժմ խմորը դնում եմ նույն ափսեի մեջ, ծածկում եմ անձեռնոցիկով և դնում եմ սառնարան 20 րոպեից մինչև 30 րոպե։ 30 րոպեն անցավ, տեսեք բավականին սառը վիճակում է խմորը, որպեսզի չհասցնի ամբողջապես թուլանալ, կես-կես եմ օգտագործելու։ Մի կեսը այժմ նորից կգնդեմ, այսպես գեղեցիկ փոքրիկ գնդիկ կսարքեմ, նորից կդնեմ սառնարան, մինչև մյուս գնդի հետ կսկսենք աշխատել։ Ասեմ, որ շատ լավ ենթարկվող խմոր է, նաև շատ համեղ է, իհարկե դուք բաղադրիչներից արդեն պատկերացրեցիք, թե ինչքան համեղ զամբյուղիկներ ենք ստանալու։ Նման չի պետական տարտերին, որովհետև խմորը շատ հագեցած համեղ խմոր է։ Բացում եմ մոտ 3 մմ հաստությամբ, ահա այսպիսի 30 սանտիմետր կողմ ունեցող քառակուսու տեսք ունեցավ, և այժմ այս կաղապարով, որի լայնությունը տրամագիծը 4 մատ լայնություն ունի, սկսելու եմ դրանով կտրատել խմորիկները, որպեսզի զամբյուղները կարողանանք հավաքել։ Ստացվեց 15 շրջան, այսինքն մենք այս մի տեսակ խմորից կունենանք 15 զամբյուղիկներ։ Այժմ հավաքում եմ ավելորդ խմորը, ավելացած խմորը, նորից մի փոքր կունդ եմ անում, դնում եմ սառնարան, սա հետո ամենավերջում բացելու համար։ Այժմ ամեն մի շրջանը մի փոքր ալյուրով անց եմ կացնում, որ ավելի ապահով լինի, և փորձում եմ կաղապարի մեջ տեղավորել։ Եթե ուզում եք ավելի մեծ զամբյուղներ ստանալ, կարող եք շրջանը ավելի մեծ վերցնել կաղապարից, բայց կարծում եմ ուտելու համար այս մի հատիկ զամբյուղիկը բավական է, որ մեկ մարդ կարողանա մի զամբյուղիկից օգտվել։ Ահա, ստացվեց 11 զամբյուղիկ, այսքանն էին փոքրերը, հետո մնացածը նորից կշարեմ։ Այժմ երկրորդ գունդն եմ բացում, նորից կտրատում եմ, բայց այս անգամ արդեն այլ կերպ եմ կտրելու։ Բացի շրջաններից ես կունենամ նաև երկարավուն ժապավեններ, այժմ այս կաղապարով եմ հավաքելու զամբյուղները,
շատ հեշտ տարբերակ է այս շրջանաձև կաղապարի մեջ հատակի մասում դնում եմ շրջանը, վրան մի փոքր սեղմելով կպցնում եմ արդեն ժապավենաձև կտրած, ասեմ 25 սանտիմետր երկարության ժապավեններ են, սա արդեն կախված է թե ձեր կաղապարը ինչ լայնություն կունենա, ինչ տրամագիծ կունենա։ Այժմ ուղարկում ենք ջեռոց թխելու եմ 180 աստիճանում 20-25 րոպե, սա էլ կախված է արդեն ձեր ջեռոցից, արդեն պատրաստ են, շատ տաք է ճիշտն ասած, բայց չեմ համբերում, ուզում եմ ցույց տալ, ձեր հետ կիսվել այս գեղեցիկ պահով եւ ասեմ, որ շատ անուշ բուրմունք է տարածվել։ Այժմ ունեցանք այսպիսի գեղեցիկ զամբյուղիկներ, տեսեք, այս տեսակը մի փոքր մեծ եմ վերցրել, մյուսը նախնական որ ցույց տվեցի ավելի փոքրիկներն են, այսինքն 3 չափի զամբյուղներ պիտի հավաքեմ։ Հիմա ցույց եմ տալիս, թե ինչպիսի աղցաններ եմ լցնելու այս գեղեցիկ զամբյուղների մեջ։ Առաջին աղցանը, որ պիտի տեղավորեմ, սա մսով, տավարի մսով և կաղամբով, համեմունքներով շատ համեղ աղցան է, ընկույզով համեմված։ Մոտ օրերս երևի թե ես պատրաստման եղանակը կտեղադրեմ, այս աղցանը չունեմ իմ էջում դրված, բայց երևի թե կտեղադրեմ։ Ահա, այսպիսի գեղեցիկ զամբյուղիկներ պատրաստեցի, սրանք ասացի տավարի մսով աղցաններն են, տարբեր միջուկները, տարբեր զամբյուղներով եմ ցուցադրում, որպեսզի և հետաքրքիր լինի և մարդկանց հաճելի։ Երկրորդ աղցանը, որ ավելի փոքր զամբյուղի մեջ եմ տեղավորելու, իմ էջում կա, կոչվում է աղցանը ընտանեկան, շատ համեղ է, հավի մսով, սունկով և եգիպտացորենով ու համեմունքներով համեմված շատ գեղեցիկ և համեղ աղցան է, խորհուրդ կտամ դիտեք։ Երրորդ աղցանը, որ մի փոքր ավելի մեծ կաղապարի մեջ թխված զամբյուղիկների համար էի նախատեսել, դա գազարով, կանաչ ոլորով, կանաչ սոխով աղցանն է, որը ևս շատ համեղ է։ Եթե ձեզ կհետաքրքրի, այս աղցանը նույնպես կպատրաստեմ։ Մի խոսքով ստացվեց այս 3 գեղեցիկ աղցանները, որոնք մեր տոնական սեղանի զարդն էին հանդիսանում։ Դուք կարող եք ցանկացած տեսակի աղցան պատրաստել, ցանկացած տեսակի կաղապարներով պատրաստել այս խմորը և լցոնել ըստ ձեր ճաշակի։ Ասեմ, որ նաև քաղցրի համար էր շատ հետաքրքիր, մրգային աղցաններ էլ ունեցանք, ուղղակի արդեն նկարելու ժամանակ չունեցա ես։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս համեղ խմորի բաղադրատոմսով, որպեսզի դուք ևս պատրաստեք և հաճույք պատճառեք թե ձեր ընտանիքի անդամներին և թե ձեր հյուրերին։ Իսկ այժմ կրկին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը իմ ալիքին հետևելու համար և ասում եմ ցտեսություն, մինչ նոր հանդիպում։